Անտոկոս փոխառություն ու նվիրատվություն, կոռուպցիոն սկանդալում հայտնված նախարարին բացահայտումներն ու աղմուկը չեն մտահոգում, ասում է տեղեկությունները, որը փաստաբանները հայտնել են, վերցված են իր հայտարարագրից։ Ես չեմ համարում, որ ես կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, որովհետև ինչ որ մեկը որոշել է ինքը իրան գովազդի իմ ինչ որ մի բանի հաշվին։ Հիմա եթե ես հայտարարեմ, որ կամ ինչ որ մեկը ձեզ մեղադրի ինչ որ մի անհեթեթ բանի մեջ, դա չի նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարարից փաստաթղթեր է պահանջել ու ստացել։ Կոռուպցիոն սկանդալը կա, բայց հարուցված քրեական վարույթ ոչ։ Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից եւ որովհետեւ ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը չի քրեական հետապնդում հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա։ Սկանդալի մասին բարձրաձայնել են մի խումբ փաստաբաններ, հայտնելով, որ հիմնավոր կասկածներ ունեն փողերի լվացման, ապօրինի հարստացման, Հովհաննիսյանի հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու վերաբերյալ։ Փաստաբան Արա Զորաբյանը հայտնել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է վարույթ չնախաձեռնելու հակակոռուպցիոն դատարանի որոշումը, կայացրել դատական ակտ ու գտել է, որ G-Coder ընկերության մասով ներկայացված հաղորդումը պատշաճ է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արձանագրել է նաև, որ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու օրը 2021 թվականի օգոստոսի 18-ին Վահե Հովհաննիսյանը ստացել է $1 միլիոն անտոկոս փոխառություն, $50,000 նվիրատվություն ու գնել Caritas Italia ընկերության 100% բաժնետոմսերը։ Երբ որ կառավարությունը որոշեց, որ ես պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ես ստանձնեցի այդ պաշտոնը, երբ որ արդեն պարզ էր, որ ես այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, ուղղակի այդ պարտքը եւ այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի։ Ըստ 2021 թվականի հայտարարագրի Caritas Italia ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին։ 2022 թվականի հունվարի 10-ին այս ընկերությունը վերակազմակերպվել է եւ դարձել է G-Coder։ Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը $1,50,000 չափով մնացել է։ 2023-ի հայտարարագրում այդ բաժնետոմսերն անհետացել են։ Վերակազմակերպվելուց հետո դրա 100%-ի սեփականատերը Ռուբիկ Կարապետյանն է, Վահե Հովհաննիսյանի քեռին։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նշել է, որ Հովհաննիսյանը G-Coder-ին տրամադրել է $52,600,000 փոխառություն, իսկ 2023-ին կառավարությունը $1.5 միլիարդ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է տվել։ Ես տեղյակ չեմ եղել այդ արտոնության պատմության հետ կապված, այսինքն այդ ընկերությունը սարքավորումներ ներմուծելուց ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, որը սահմանված է նաև մեր կանոնակարգերով, դիմել է ներմուծման արտոնություն ստանալու էկոնոմիկայի նախարարություն եւ ֆինանսների նախարարությունը այդ process-ում ուղղակի ստուգում է արդյոք թղթերը ճիշտ են ձևակերպված։ Հիմա պետական պարտքի մասին 2018-ի ավարտին այն հատում էր $7 միլիարդ սահմանագիծը։ Հեղափոխական իշխանության կառավարման 7 տարվա ընթացքում պետական պարտքը մոտ 7 միլիարդով ավելացել է եւ կազմում է $13.6 միլիարդ։ Կանխատեսվում է, որ տարեվերջին կլինի 13.9 միլիարդ։ Նախարարի գնահատմամբ պարտքը, որ վերցվում է ենթակառուցվածքներում կամ այլ ուղղություններում ներդրումների համար, արդարացված է։ Հիմա կարող է այսօր պարտքի մակարդակը լինի 13 միլիարդ, վաղը լինի 50 միլիարդ եւ այստեղ կարևորը այն է, որ թե ինչքան է մեր համախառններքին արդյունքը զուգահեռաբար աճում։ Պլանավորվում է տարեվերջին գործարկել ամուրսարը։ Նախարարի գնահատմամբ դա կարող է 0.5% ազդեցություն ունենալ ՀՆ-ի աճի վրա։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։